Օրար համբարձում են 7-րդ դասարան առարկա ֆիզիկա թեմա ճշմարուշ Պասկալի օրենքը։ Այն մեծությունը, որը հավասար է ուժի և մակերեսի հարաբերությանը, կոչվում է ճնշում։ Եթե ճնշումը նշանակենք P մակերևույթի մակերեսից իսկ ճնշման ուժը F, ապա սահմանման համաձայն P-ն հավասար կլինի F-ը բաժանած S-ի։ Քանի որ միավորների միջազգային համակարգում ուժն արծվում է նյուտոններով, իսկ մակերեսը քառակուսի մետրով, ապա ճնշման միավորը կլինի 1 նյուտոն մետր քառակուսի։ Դա այն ճնշումն է, որը առաջանում է 1 նյուտոն ճնշման ուժ և 1 մետր քառակուսի մակերեսով մակերևույթի վրա ազդելիս։ Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի, այդ միավորը կոչվում է Պասկալ, 1 Պասկալը հավասար է 1 նյուտոնը բաժանած 1 մետր քառակուսի։ Գործածվում է նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ, կիլոպասկալ և մեգապասկալ։ 1 հեկտոպասկալը հավասար է 100 պասկալի, 1 կիլոպասկալը հավասար է 1000 պասկալի, իսկ 1 միկրոպասկալը հավասար է 1 միլիոն պասկալի։ Պասկալի սկզբունքահեղուկների մեխանիկայի մեջ պնդում է, որ փակ տարրերի մեջ հանգստի վիճակում գտնվող հեղուկներում ճնշման փոփոխությունը մի մասում առանց կորստի փոխանցվում է հեղուկների յուրաքանչյուր հատվածին և տարրերի պատերին։ Սկզբունքն առաջին անգամ հնչեցրել է ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը։ Համաձայն Պասկալի սկզբունքի, հիդրավլիկ համակարգում մխոցի վրա գործադրվող ճնշումն առաջացնում է ճնշման հավասարաչափ աճի համակարգ մեկ այլ մխոցի վրա։ Եթե երկրորդ մխոցն ունի առաջինի տարածքը 10 անգամ, ապա երկրորդ մխոցի վրա ուժը 10 անգամ ավելի մեծ է, թեև ճնշումը նույնն է, ինչ առաջին մխոցի վրա։ Այս էֆեկտը դրսևորվում է հիդրավլիկ մամուլիչով, որը հիմնված է Պասկալի սկզբունքի վրա, որն օգտագործվում է այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են հիդրավլիկ արգելակները։